Ունենք այն ինչ ունենք, իսկ մենք ունենք հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում օրենք չի գործում։ Չկա այդպիսի բան, գրված ինչ որ գրքեր կան, քրեական օրենսգիր կա, սահմանություն կա, հիմնական օրենք, այդ օրենքից բխող օրենսդրական ենթադրական ակտեր կան, սահմանադրական օրենքներ կան, չեն գործում։ Այսինքն մենք պարբերաբար բախվում ենք մի իրականության հետ, որին չենք ուզում ընդունենք։ Եվ անդադ բողոքում ենք, զարմանում ենք, զայրանում ենք, կեցվածք ենք դրսևորում, ոնց կլինի, վերջին հաշվով պետություն է, պետության մեջ ոնց կարող է օրենք չգործել։ Հիմա այն ինչ որ կոնկրետ նարեկենց մի պատ դնում եմ մենք կոնկրետ այս վերջին որոշումը 6 եպիսկոպոսների վրա քրեական գործ հարուցելու։ Խայտարակություն։ Օրենքով գրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Եկեղեցին իրավունք ունի ինքնա ներքին կարգավորման մի ինստիտուտ է։ Ներսում ընդունված որոշումները բեկանելի չեն եւ քննարկելի չեն իշխանությունների կողմից։ Հիմա իշխանությունը ասում է, չէ, ես բեկանում եմ։ Դատարանը ըստ էության բեկանեց։ Դե դատարան էլ չկա, հասկանում եք։ Այդ դատավորը, ասում եմ, իշխանապողությունից հետո դատավորը եւ նման կարգի դատավորներ երկար նստելու են։ Օրենքի ամբողջ խստությամբ։ Գիտեք, ոչ թե որ իրենք որ միայն սխալ որոշում են կայացրել։ Իրենք բռնաբարում են արդարադատությունը։ Դատավորը շատ կարևոր գործառույթ ունի։ Ասենք հնում հրեա ժողովուրդ երբ թագավոր չուներ, առաջին ստատուսը կառավարիչների մեջ դատավորներն էին։ Ուրեմն առաջին ինստիտուտը հրեաների մոտ թագավորից հետո, երբ թագավոր չունեին։ Նո տիրոջ կամոք հրեաներն ասում էր, որ թագավորը ես եմ։ Բայց ես ունեմ երկրի կառավարիչներ։ Այդ կառավարիչների մեջ ամենակարևոր գործառույթը դատավորին է, որտեղ արդարադատությունը, աստծո օրենքների պահպանումը, արդարությունը, բարոյականությունը պահապան ինստիտուտը դատավորներն են։ Հիմա այդ դատավորների ինստիտուտը մեզ մոտ գոյություն չունի։ Այսինքն դատարանը մի որոշում է կայացնում, իդեմս ոմն մի դատավորի, որի իրավունք ընդհանրապես ինքը չունի։ Ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ միջազգային, որևիցե ձևով, դուք հասկանում եք, այսինքն չկա դատավոր, Հայաստանում չկա արդարադատություն, չկա օրենքի գերակայություն, չկա նման բան։ Եվ հետևաբար այդ դեպքում հարց առաջանում, բա Հայաստանից ինչ է, տարածք կա, ինչ է, որտեղ ջունգլիների օրենքներն են աշխատում, ինչ է որ։ Անունել շատ էլ ասենք դրան վրա գրած է Հայաստանի Հանրապետություն, բարև ձեզ։ Զվարթնոցից փորձում ես իջնել, մեկ էլ խաղատների գովազներն է։ Այսինքն ոնց որ Լաս Վեգաս լինի։ Լավ է գիշերային տների, հա, թմրամիջոցների բաժանման տոշկեքի ռեկլամներն էլ չկան։ Եվ շուտով դա կլինի։ Այսինքն հիմա Հայաստանը դարձել է մի տարածք, որտեղ մեկին նշանակել են, որը պետք է անի այն ինչ որ նշանակողները ասում են։ Եվ այդ մեկին տրված է Հայաստանում բացարձակ առումով ամեն ինչ անելու իրավունք։ Ուղղակի հիմա դրա անհրաժեշտությունը չի եկել։ Որ վաղը գա կասկած չունենաք։ Մարդիկ են թռչելու կամրջներից տասնյակներով, մեքենաների տակ են հայտնվելու պատահական վթարներով, հազարներով բանտերում են լցվելու, ունեցվածքն առեք է տարվելու, խլվելու, ես ինչ մի արտարոց բան եմ ասում, չէ՞։ Արտարոց չի, օկուպացված տարածքներում դա շատ բնական է։ Օկուպանտը ինչ ուզում անում է, օկուպանտն է տեր, քո ընտանիքի, քո կնոջ, քո դուստրերի, քո ունեցվածքի, քո արժեքների ինքն է որոշում, դուք չեք հարգելիս։ Հիմա Նիկոլի տերը որոշել են, որ այդ եպիսկոպոսա ժողովը հետաձգվի, ճիշտ է։ Նիկոլն ասել են, ուրեմն անում ես, որ հետաձգվում է։ Հիմա այս մարդիկ ինչ անեն։ Դրել են ենթադրենք քրեական գործ են հարուցել, ինչի վերաբերյալ։ Իսկ այդ մարդիկ ինչ մեղավոր են։ Բայց եթե քրեական գործը հարուցեք նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական մասնակիցների նկատմամբ, թե սխալ եմ ասում։ Հարուցել են ինչի համար, որ դատանի որոշում են, չէ, իբր բեկանը չեն կատարել, խոչընդոտում են կատարվելու, ճիշտ է։ Բայց աշխարհականների նկատմամբ չես հարուցում։ Պարզ է հարցս։ Ուրեմն հետեւաբար խնդիրը այդ որոշում չի, խնդիրը այդ 6 անձին ՀՀ-ից դուրս չթողնելն է։ Ես ուզում եմ, որ մեզ լսողները իսկապես մի պահ իրավիճակը փորձեն շատ ավելի լուրջ եւ իրատեսական գնահատեն։
չգնահատեցինք, ստանալու ենք հարվածներ։ Նրանք ովքեր որ ձեր նշած անձին հանձնարարականներ են տալիս, նրանք մեր թշնամիներն են։ Թշնամու կամակատարը եւս թշնամի է։ Հետաբար մեր դիմաց պատերազմի օրենքներով գործող համակարգ աշխատում։ Իսկ դուք շախմատ եք խաղում։ Նա շախմատի տախտակը ձեր գլխով է տալիս։ Ձեզ բռնության է ենթարկվում, իսկ դուք ասում եք, չէ, այս քայլը մի վարքան կներեք, նորից շարեմ, քայլը մի փոքր ուղեմ, ես ոնց որ ուրիշ քայլ եմ անում։ Այդպես չի լինում։ Համարժեքություն չկա։ Դրա համար մեր ընկերների մեծ մասը բանտերում են։ Դա համար ինչ ապօրինություն ուզում անում է, ինչ այլանդակություն ուզում անում է։ Շատ լավ։ Մենք ֆիքսում ենք, որ իրենք միջոցների առջև խտրություն չդնելով շարունակաբար այդ բռնաճնշումների շրջանակը ընդլայնում են եւ ըստ էության հիմա գնդակը եկեղեցու դաշտում է եւ եկեղեցին զես ինչ քայլերի պետք է գնա, որպեսզի օրինակ հնարավոր լինի իրականացնել այդ ժողովը։ Նույնիսկ եթե իմանայի, թե ինչ քայլերի արդյունքում ինքը կարող է իրականացնել, եթերով չի ասի։ Որտեւ ին դիմացը թշնամի հարգելիս։ Այսինքն հիմա ես եթերով ասեմ, թե եկեղեցին ինչ հավանական քայլեր կարող անի, որ ժողովը ստացվի, չեմ ասի։ Նույնիսկ եթե իմանայի, ես չգիտեմ ինչ քայլեր։ Դե կարող եմ ենթադրել, խնդիրը դա չի։ Բայց նորից եմ ասում, այնուամենայնիվ համարժեքությունը շատ կարևոր է իրավիճակի գնահատականի եւ ճիշտ քայլեր, խնդիրները լուծելու, հարցերին պատասխանելու, խնդիրները վեր հանելու եւ շրջանցելու կամ կասեցնելու։ Եթե չենք անում այդ, մենք անընդհատ բողոքելու ենք, ասելու ենք, կառավարությունը արեց ապօրինություն, այս ապօրինությունը, այն ապօրինությունը, այս բանը պարգևավճարները օրինականացնելու են, օրենքի ուժ են տալու։ Պարգևավճարի իմաստը ո՞րն է։ Դու գումար ես ստանում աշխատանքի դիմաց վարձատրվում ես քո գործի համար, պարգևավճարի իմաստ լրիվ այլ է։ Այս մարդիկ բյուջեն, հայերեն այդ կոչումը թալան, բյուջեն վերցնում է, փողը ասում է իմն է, ինչքան է, տարեկան չգիտեմ, քանի միլիարդ է մեր բյուջեն, ասում է իմն է, ոնց կուզեմ կծասեմ։ Բարև ձեզ ընկեր, ընդդիմություն մեկ էլ պատգամավոր եմ, մի հատ պետք է հաշվի տուլնեմ։ Հիշում եք 18 թվին ինչ կրուտիտներ էր անում բյուջեի հետ կապված, օթից թվեր էր կրակում, ես լավ եմ հիշում։ Հենց ժամանակ տենց բաներ, ազատության աշճան այդքան մեծ չէր, էլ ինձ փորձում էր բանը խուսանավել, բան։ Բայց հիմա մարդ ասում է, բյուջեն իմն է, այս երկիրը իմն է, այս երկրի մեջ ինչ կա, չկա իմն է։ Դուք ձեր ընտանիքի անդամները բոլորը ունեցվածքը ներսում դրսում լրիվ իմն է, ինչ կուզի կանի։ Հիմա ոնց որ ասենք 41-44-ին Ուկրաինայի գաուլայտերին մի հատ գյուղացի կամ քաղաքացի ուկրաինացի կամ ռուս կանգնացրես չսանում ես, խես գնդակարում ես, մեր ունեցվածքը քեզ տանում, սև աղուան շրջաներից քեզ լցնում վագոնները տանում, երիտասարդ աղջիկներին ստուգում եք կույսեր, ինչու ես տանում, առողջ տղամարդկանց ինչու ես տանում դեպի Գերմանիա եւ Եվրոպայի խորքերը, չէ, աշխատացնելու։ Հիմա այդ մարդը բերանը երկու բառ որ բացել, եթե գերմաներեն իմանար, ինչ կանեին տեղում գնդակարային, վերջ թեման փակվեց։